Ողջույն։ Կիրակի օրը Երևանի ժամանակով 23:00-ին Նյու Յորք Նյու Ջերսի մարզադաշտում կբախվեն ֆուտբոլային երկու հսկաներ Իսպանիայի եւ Արգենտինայի հավաքականները։ Թիմերը առաջին անգամ են հանդիպում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում։ Գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը կփորձի պաշտպանել 2022-ին Կաթարում ձեռք բերված աշխարհի չեմպիոնի տիտղոսը, եթե ստացվի Արգենտինան աշխարհի գավաթը կնվաճի 4-րդ անգամ, այս անգամ եւս իր կազմում ունենալով Լիոնել Մեսսի պես ֆուտբոլային լեգենդի, այդպիսով Արգենտինան, եթե հաղթի, իհարկե կդառնա առաջին թիմը վերջին 64 տարվա մեջ, որին հաջողում է երկու անգամ անընդմեջ դառնալ աշխարհի չեմպիոն, նախորդը կամ միակը այս պայմանությամբ Բրազիլիան էր, բայց Արգենտինային հեշտ մրցակցություն չի սպասվում։ Իսպանիայի հավաքական աշխարհի այս առաջնությունում ցուցադրել է տպավորիչ պաշտպանություն 7 խաղում բաց թողնելով ընդամենը 1 գոլ եւ կիսաեզրափակիչում 2-0 հաշվով հաղթելով Մբապեի առաջնորդած Ֆրանսիայի ուժեղ թիմին։ Իսպանիայի հաջողության հիմքում վստահաբար Բարսելոնայի երկու տաղանդավոր ֆուտբոլիստներ են Պաու Կուբարսին եւ Լամին Յամալը։ Ֆուտբոլային աշխարհում վերջին օրերին հատկապես առաջացրել է մեծ իրարանցում Մեսսիի հին լուսանկարներ, որտեղ նա, ինչպես տեսնում ենք, օգնում է լողացնել փոքրիկ Յամալին, որը այսօր փոքրիկ չէ եւ ահեղ մրցակից է։ Եվ մենակ է լողանում։ Եվ ահեղ մրցակից է նույն Մեսսի ու իր թիմակիցների համար։ Հաջող ընթացք ենք մաղթում թիմերին եւ նրանցից հաղթողը կպարգևատրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռամբ, կմասնակցի նաև FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն աշխարհի գավաթի հանձնելու արարողությանը։ Factor TV-ում այսօր քննարկելու ենք վերջին օրերի կարևորագույն իրադարձությունը ֆուտբոլային քննարկմանը մասնակցում են Խաչիկ Չախոյանը, մարզական լրագրողների ասոցիացիայի փոխնախագահ եւ մարզական մեկնաբան, Մարինե Կարապետյանը լրագրող։ Այս քննարկմանը սպասում ենք նաեւ Fast Sport հեռուստաալիքի մարզական մեկնաբան եւ հաղորդավար Արամ Սահակյանին։ Մասնակցում են նաեւ Սամվել Սուքիասյանը, մարզական լրագրող, Corner Media-ի հիմնադիր, Բորիս Նավասարդյանը, քաղաքական վերլուծաբան, որը մեծ ֆուտբոլասեր է եւ այսօր ֆուտբոլային մեկնաբանություններով հանդես կգա, նույնը կարելի է ասել նաեւ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի մասին, բայց սկսենք մարզական լրագրողներից, պարոն Չախոյան, որ թիմն է ձեզ հիացրել, անկախ ձեր նախասիրություններից այս առաջնությունում, բայց եկեք նաև օբյեկտիվ գնահատենք ֆուտբոլիստների տվյալները հաշվի առնելով թիմերի ընդհանուր խաղամակարդակը, մարզվածության աստիճանը, պահեստայինների նստարանը եւ այլն։ Որն է ֆավորիտը այս խաղում։ Ես միանշանակ ասել չեմ կարող, այսինքն չեմ էլ ուզում ասել, թե ով է ֆավորիտը։ Հիացրել է Իսպանիան, շատ է ուրախացրել Արգենտինան։ Ես անձամբ Արգենտինայի հավաքական երկրպագու եմ, դե եթե վերցնենք Արգենտինայի անցած ճանապարհը փլեյոֆում, ապա չգիտեմ, այդ թիմի հասցեին ինչքան դրական ածական կարելի է օգտագործել, չհաշված, որ Մեսսին արդեն իսկ դրական ածական է փաստացի, որտեվ այլ մոլորակային իմ սուբյեկտիվ կարծիքով համարվող այդ խաղացողը պարզապես ոչ միայն անում է այն, ինչը անհավանական է թվում, խաղադաշտում շատ հաճախ նաև կարողանում է մի թիմի ոգևորել, որը վերահարնում են ամենածանր պահերին, 0-2 հաշվով պարտվել ես, 1-2 հաշվով պարտվել ես, 0-1 պարտվել ես ու կարողանում է հաղթել ուղղակի շատ ուժեղ հավաքականների։ Ես ավելին ասեմ, օրինակ կիսաեզրափակիչում հոգում վախենում էի, որ Արգենտինայի հավաքականը չի կարող անցնել Անգլիայի արգելքը, բայց փառք Աստծո, որ կա Թոմաս Թուխելը։ Ես կարծում եմ Անգլիայի հավաքականի միակ ցախողման մեջ պատասխանատուն հենց Թոմաս Թուխելն է, որը կրկնեց Դինամո Կիևի մարզչի սխրանքը 1973 թվականին Արարատի դեմ գավաթային եզրափակիչում, խաղադաշտից հանեց իր ուժեղ խաղացողներին, անցավ հաշիվը պահպանելու գործին եւ այստեղ Մեսսին ուրան թիմակիցները հասան ճնշման, նվիրվածության, ինչ որտեղ նաեւ քաղաքական գործոններ էր ազդել Արգենտինայի խաղացողների վրա, դե գիտենք
Մալդոնյան կամ Ֆոլկլանդյան կղզիների հետ պայքարը, հակամարտությունը ու այդ մոտիվացիան, որով Արգենտինայի հավաքականը սկսեց խաղը ու ավարտին հասցրեց, հենց դրան էլ պետք է հասներ։ Հիմա բայց դրան զուգահեռ ես Իսպանիայի անառիկ դրան եմ անցնում եւ դրան զուգահեռ երբ որ անդրադառնամ մյուս կիցահրապակիչին, որտեղ այն տոն ինչ որտեղ նշանակով Տելաֆուենտե ազգանունով մարդու թիմը կարողացավ գտնել այն կոճակը, որով կարելի է անջատել Ֆրանսիայի ամբողջ հավաքականին, չգիտեմ ֆուտբոլային տեսանկյունից դա ուղղակի հերթական ֆուտբոլային զուտ մաքուր սխրանքն էր, որտեղ աշխատեց ֆուտբոլային մի համակարգ առանց գերաստղերի, Լամին Յամալը դեռևս շատ հերոյ գերաստղ լինելուց, աշխատեց բոլոր ուղղություններով, հիմնականում շեշտը դնելով կենտրոնի խաղադաշտի կենտրոնի վրա, որտեղ փայլեցին երկու խաղացողներ, դա իմ կարծիքն է, Ռոդրին եւ Ֆաբիան Ռուիսը, ոչ մի շանս չտալով Ֆրանսիայի սարսափելի հարձակման ունեցող թիմին, անջատվեց Մայքլ Օլիսեն, որը առաջնության լավագույն խաղացողներից մեկն էր, բայց հարգելի բացակայ էր։ Մի խոսքով չունեք այս պայդրությամբ։ Ես ուղղակի սպասում եմ, հաղթողի անունը։ Չունեմ, չեմ ուզում տալ, ես սպասում եմ շատ լավ բարձրակարգ ֆուտբոլ, ուղղակի ինչ որտեղ կա մտավախացում, որ ամեն դեպքում սա ամենավերջին, ամենակարևոր, ամենանշանակալից խաղն է այս առաջնության եւ թիմերի համար նույնպես։ Չգիտեմ, եթե մարզիչները գնան ինչ-որ պաշտպանական խաղի զգուշավոր մոտեցման, միգուցե եւ մի քիչ տխուր լինի, մի քիչ այն չլինի, ինչ որ ուզում ենք, բայց ես հավատում եմ, որ ամեն դեպքում զուտ են խորը մասնագիտական մենք կտեսնենք բարձրակարգ վարպետների կատարմամբ բարձրակարգ ֆուտբոլ։ Մարինե Կարապետյանի Facebook-յան էջը ողողված է ֆուտբոլային տեսանյութերով Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով։ Դա արդեն երկար տասնամյակների տարի է, բայց այո, ֆուտբոլը դա հայրիկից է գալիս ու արյան մեջ կարելի ասել, քանի որ հիվանդությունը որ հաճելի ու ամբողջ։ Այո։ Ես այստեղ պարոն Չախոյան, կուզեի ավելացնել երբեք ոչ մի հավաքական չեմպիոն չի դառել, որի մարզիչը եղել է այլազգի։ Այսինքն Տուխելի համար դուք նշում եք, չէ, սա շատ կարևոր հանգամանք է։ Ոչ ոք սրան ուշադրություն դարձնում են, բայց հենց այս դեպքում պարզ էր արդեն, որ մի քիչ կխախտվեն։ Բոլոր տվյալները ասում են, որ Իսպանիան է դառնում։ Մանե, դուք լինելով Արգենտինայի հավաքականի երկրպագու, ես այդպես հասկացա, ունակ եք տեսնել Իսպանիայի անառիկ պաշտպանությունը այս առաջնությունում, այսինքն ոնց է ճեղքելու ձեր սիրելի թիմը։ Դուք պատկերացնում եք ինչ սխեմաներ, որ ֆուտբոլիստները ինչ տակտիկա կիրառելով։ Այսպես ասեմ, Արգենտինայի խաղերը հենց խմբային փուլից սկսած, երբ նայում էիր, տեսնում էիր ինչ-որ շատ իներտ խաղ, առանձնապես ոչ մի հարձակողական փայլ չկար, այո, իսկապես այն խաղը, որ ասում ես, այ նայեցի, Ֆրանսիայի խաղը նայում էիր, մինչև Իսպանիայի հետ խաղը, հաստատապես ես համոզված էի, որ կրկնվելու է 22 թվականի եզրափակիչը ու դա լինելու է մի հատ իրոք շատ ուժեղ եզրափակիչ, որտեղ ֆրանսիացիները կփորձեին ուղղակի ռևանշի հասնել, այո։ Բայց տեսանք ինչ եղավ Իսպանիայի հետ խաղում եւ ես դա ինձ իդեպ հիշեցրեց 98 թվականի եզրափակիչը, երբ Բրազիլիայի խաղը խմբային փուլից սկսած Ռոնալդոյի գլխավորությամբ ամբողջապես ուղղակի տարվում է իր այդ խաղով եւ հաստատապես գիտեինք, որ Բրազիլիան չեմպիոն է, բայց տեսանք, թե եզրափակչում ֆրանսիացիները ինչպես բրազիլացիներին փակեցին, խաղ ընդհանրապես չեղավ ու շատ ինձ հիշեցրեց հենց Ֆրանսիա-Իսպանիա խաղը, որտեղ ֆրանսիացիները բրազիլացիներին 98 թվին փակեցին ու 3-0 հաղթեցին, իսկ այստեղ Իսպանիան ուղղակի չթողեց Մբապեին, Դեմբելեին փայլել։ Ֆրանսիայի պես հավաքական է, եթե առաջին հարվածը մրցակցի տարպասին կիզազապակիչում կատարում է հանդիպան վերջում, այո, ինչի մասին է խոսքը։ Բայց Իսպանիայի հետ կապված, Իսպանիան էլ իմ այն թիմերից է, եթե հանկարծ Արգենտինան չանցներ, Իսպանիան հաստատապես կտխրի, որովհետև ես Մեսսի առավելապես մեծ երկրպագու եմ եւ շատ կցանկանամ, որպեսզի նա երկրորդ անգամ իր գլխից վերև պահի այդ գավաթը եւ սա միգուցե կլինի նրա կարիերայի
լավագույն ամփոփումը, թեև ես անկեղծ ասեմ, չեմ պատկերացնում առանց Մեսսի ինչպես եմ ֆուտբոլ նայելու։ Դեռ չկան այն աստղերը, որոնք կտանեն խաղը այդպես։ 22 թվականի եզրափակիչը որ նայում եմ, ինձ թվում էր, թե դա Մեսսիի վերջին աշխարհի առաջնությունն է լինելու, ինչու այդպես չեղավ։ Եթե այդպես մտածենք, 18 թվականից հետո, եթե հիշում եք, Մեսսին անգամ հրաժարվեց հավաքականում հանդես գալուց եւ թվում էր, թե իրոք միգուցե, բայց մենք տեսնում ենք, թե այս 20 տարիների ընթացքում ինչ մակարդակով է նա խաղում։ Եվ ասա որ լավ է որ դեռ չեղավ, էլի մարդ խաղում է։ Այո, ես այդ եմ ասում, չեմ պատկերացնելու, հետո ինչ դժվարությամբ եմ ֆուտբոլը նայելու։ Ամեն դեպքում չգիտեմ, իսկ Իսպանիայի պաշտպանության հետ կապված Կուբարսի շատ լավն է ու իրոք այն փոքրերից է, որոնք Լամասիայում մեծացել են, գրեթե նույն ճանապարհն են անցել ինչ Մեսսին, թե Յամալը, թե Կուբարսին, երկուսն էլ Բարսելոնայի սան են, Մեսսին շատ լավ գիտի Բարսելոնային, Մեսսին Իսպանիան է սիրում, Իսպանիան Մեսսիին է սիրում, շատ դժվար խաղ է լինելու եւ շատ բարդ նաեւ բոլորի համար։ Բարսելոնայի խաղացողներին Իսպանիային պաշտպանել, Մեսսիին, որը ամբողջությամբ Իսպանիայով է շնչում եւ շատ նվիրված է Բարսելոնային, այնպես որ չգիտեմ, ես շատ լավ ակտիվ հարձակողական խաղ եմ սպասում, չեմ սպասում քնած խաղ։ Շնորհակալ եմ։ Մեզ միացավ նաև Արամ Սահակյանը, Fast Sport-ի մեկնաբան եւ հաղորդավար։ Մենք Արամ 10-15 րոպե քննարկում ենք, թե որ թիմի պոտենցիալն է ավելի մոտ չեմպիոնական է, որն է քո տեսակետը։ Ինձ թվում է երկուսին էլ իհարկե չեմպիոնական է, եթե սփուլ են հասել ամեն դեպքում, երկուսն էլ ունեն իրենց պատճառները եւ հնարավորությունները չեմպիոն դառնալու։ Ես կարծում եմ մի փոքր ավելի շատ ամեն դեպքում Արգենտինային է, հաշվի առնելով փորձը այս թիմի եզրափակիչներում ու Արգենտինայի հաղթական կորիզը 2022-ի հավաքականում է բացառությամբ Անխել Դի Մարիայի, այսինքն չեմպիոնական առումով ավելի փորձված թիմ է ու հենց այս մրցաշարում մենք տեսանք, որ Արգենտինան շատ բարդ իրավիճակներից հետ եկավ, Եգիպտոսի հետ 0-2 հաշվով պարտությունից, Կաբո Վերդեի հետ խաղը շատ բարդ էր, Անգլիայի հետ խաղը 5 րոպե էր մնացել, որ Անգլիան դուրս գար եզրափակիչ, այնպես որ այդ առումով Արգենտինայի շանսերը մի փոքր ավելի բարձր են։ Չեմպիոնական տրամադրվածությունն ընդդեմ երիտասարդական խելահեղության, հասկանանք։ Իսպանիան իհարկե որպես թիմ անհավանական է, հենց որպես թիմ, ընդհանրապես աշխարհի առաջնություններում մեկ բան չախանն էլ հաստատ թույլ չի տա որ ես ստեմ եւ մեր ավելի փորձառու բանիմաց հյուրերը, որ աշխարհի առաջնությունում միշտ հաղթող թիմերը ինչ որ sense առանձնահատուկ կերպարներ են ունենում։ Զիդանը, չգիտեմ, Չավին, Ինիեստան, այնտեղ 18-ին Մբապեն, ավելի շուտ իհարկե Պելեն, Ռոնալդոն եւ այլն, նույն Մարադոնան, Կեմպեսը, բայց այս Իսպանիայում ոնց որ թե չկա այդ մեկը։ Պետքա Յամալը լիներ, բայց այս առաջնությունում ինքը այդ օպտիմալ մարզավիճակում չի, ու սա երևի թե ամենաթիմային թիմն է, եթե կարելի է ձևակերպում անել, որ հասել է եզրափակիչ։ Ինձ շատ հաճախ թվում է, որ այդ օրկեստրը նստած է, հա, Դելաֆուենտեն այսպես կանգնում է ու սկսում է։ Այսինքն առաջի չուտակ հասկացություն չկա։ Բոլորը միասին նստած են իրար պարզ է ու պետք է նվագել բարձրակարգ։ Եվ ելի եմ կրկնում, սա ուղղակի խաղային համակարգ է գործում, ոչ թե թիմ է, թիմային ոգով խաղային համակարգ, որտեղ վաղուց մաքուր հարցակվող գոյություն չունի, բայց թիմը կոլ է խփում։ Շնորհակալ եմ։ Սամվելից ճշտենք, արդյոք կներեք մի հատ բան կա, բան չկա, որ ասեց այդ օրկեստրը, նայում են, սենց բոլորը բան տեղում են, Յամալը չկա, Մեսսին լողացնում։ լավ համեմատություններ, իսկ Արգենտինայի պաշտպանությունը արդյոք ունակ է Իսպանիայի այդ արագ տեմպային խաղին դիմագրավելու հարձակումներին, ինչ եք կարծում։ Իրականում եթե նայենք, եթե բոլորն էլ դրա մասին խոսեցին, եթե հասել են եզրափակիչ, շատ լավ է գործել, հենց Արգենտինայում այո ունենք այդ մի հոգին, ոնց որ որը առանձնանում է, որը տանում է թիմին իր հետևից, եւ դա բնականաբար Մեսսին է, բայց ինչքան լավ է գործել նաեւ պաշտպանությունը եւ համակարգված ամբողջ թիմը, որ կարողացել են չլինելով երևի թե չունենալով ամենալավ կատարողները Արգենտինան օբյեկտիվորեն, բայց կարողացել են հասնել եզրափակիչ այդպիսի ճանապարհ անցնելով։
Իսկ ինչու 4 տարվա ընթացքում Արգենտինան շարունակեց պահպանել այդ չեմպիոնական ռեսուրսը իր մեջ, մարզական, չէ՞ որ թիմը մաշվելու ամեն դեպքում, այսպես ասենք, բան ունի, սովորություն ունի, 4 տարիները քիչ չեն, 2022-ից հետո իրենք փաստորեն էլի չեմպիոնական հավակնորդ են։ Դե ոչ շատերը կսպասեին կարծում եմ, որ այս տարի լավ հավակնորդներից մեկը կլինի Արգենտինան ու 39-ամյա Մեսին էլ որքան էլ որ հանճար է, գիտենք վերջին տարիներին ԱՄՆ-ում է խաղում, այն մակարդակի վրա չէ, բայց վերջին իր պարը, երևի թե վերջին, չնայած սենց ասենք, միգուցե 43-ում էլ կխաղա մյուս աշխարհի առաջնությանը։ Հուսամ։ Այո, բոլորս իրականում ինձ թվում է ուրախ կլինենք, որտեվ նենց աստղեր են նույն Մեսին ու Ռոնալդոն, մի փոքր շեղվելով հարցից, որոնք 20 տարուց ավել այդ մակարդակը կարողանում են պահել։ Շատ հանճարեղ ֆուտբոլիստներ են 2000-ականներին նույն ունեցել, որոնք Ռոնալդինյոյի նման, որոնք խաղացել են մի քանի մրցաշրջան այդ մակարդակի վրա, բայց այս երկու ֆուտբոլիստները Մեսին ու Ռոնալդոն ամեն տարի պայքարում են իրանց մեջ ոնց որ ոսկե գնդակի համար ու ֆանտաստիկ խաղամակարդակ են պահում այդքան տարի։ Դա արգելքի արժանի է։ Տեսնում եք, որ Արգենտինան հաճախ կարողանում է խաղը կարդալ եւ ընթացքում տակտիկական փոփոխություններ անալ, հաճախ նաեւ երկրորդ համարով խաղալ 90 րոպե մի բան էլ ավելի, չէ՞, հաշվի առնելով, որ երբեմն 10 րոպե են ավելացնում կամ եթե ավելի երկար է խաղը 120 րոպե, այդքան բարձր տեմպով խաղալու կայուն արդյունք որ թիմը կարող է ապահովել, Սամվել։ Արդյունք կարող են ապահովել այսպիսի խաղում այդպիսի խնդիր կարծում չեմ տեսնում որ ինչ որ մեկը կարող է ինչ որ մեկը չի կարող։ Երկար պահեստային նստարան ունենալը։ Իսպանիան այդ առումով ինձ թվում է առավելություն ունի ամեն դեպքում, որովհետև այո, խոսեցինք որ թիմային շատ մեծ աշխատանք կա եւ երևի թե պահեստային նստարանով էլ առավելություն ունի այս պահին Իսպանիան, եթե գնա գործը դրան, միգուցե որոշակի փոփոխությունների առումով Իսպանիան կունենա առավելություն, բայց այն խաղն է, որտեղ են որ ասում են չկարող չիրիզ նիմագու արտահայտություն կա, որտեղ այնպես են խաղալու բոլորը, որ երևի չզգացվի ոչ պահեստայինների նստարանը, ոչ հոգնածությունը, վերջին ճիքերը տալու են երկու թիմն էլ, որ կարողանան այդ բացը դրացնել։ Մի բան էլ այստեղ կա, օրինակ Մեսին նույն ինքը շատ կարևոր է, որ ունենա մարզիչ, որի մոտ ինքը կկարողանա իրեն զգալ, այսինքն մարզիչ ինչի համար է իրեն մարզչից բարձր։ Ինքը այնպիսի անհատականություն մեծություն է, որ Թեկուզ հոգու խորքում շատ մարզիչների հետ միգուցե չունենա այդ հարաբերությունը։ Այսինքն այդպիսի հեղինակության ներկայությունը խաղադաշտում։ Օրինակ Սկալոնին այս բարակայում մենք տեսանք խաղից հետո էլ, թե ինչպես իրենք այդ ջերմ կրկախառնությունը ու հենց զգացում էր Մեսին որպես հեղինակություն է ընդունում Սկալոնիին, դա էլ կարծում եմ ցույց է տալիս մարզչի դիրքը հանդերձանում։ Պարոն Ասարդյան, մենք հաճախ ձեզ հետ միասին այս տաղավարում քննարկում ենք քաղաքական իրադարձությունները, այդ քաղաքական ռացիոնալիզմի միտքը ձեր դիմանում է ֆուտբոլային խենթությանը, այս, չգիտեմ, անսպասելի իրադարձություններին, տաղանդների փայլատակումներին, նկատի ունեմ դուք ինչպես եք զգում ֆուտբոլը, ինչպես եք ձեր մտքում որոշել ֆավորիտին, եթե դա արդեն արել եք որպես վարժություն։ Ես սկսեմ երևի նրանից, որ նայում եմ ֆուտբոլ աշխարհի առաջնություններ 1966 թվականից, երբ առաջին անգամ հնարավորություն կար սովետական հեռուստատեսությամբ դիտել աշխարհի առաջնությունը, եւ սա իմ ամենաերջանիկ եզրափակիչն է լինելու, քանի որ խաղում են երկու թիմեր ու մի ցանկացած հաղթանակը ինձ համար ընդունելի է։ Պարոն Ասարդյան, Ով լավ խաղա թող նայել հաղթի։ Ձեր 66 սկիզբն ու չէ, այս ընթացքը ավելի կնշանավորվեր։ Չէ ուզել։ Չէ, ես հենց ցանկանում եի, որ Իսպանիան եւ Արգենտինան եզրափակիչում որքան էլ ասենք բուն խաղով, հա, ֆուտբոլի գեղեցկությամբ երևի Ֆրանսիան երևի ամենատպավորիչ թիմն էր, բայց ի վերջո երբ երկար ժամանակ նայում ես ֆուտբոլը եւ երբ զբաղվում ես նաեւ քաղաքական վերլուծություններով, դու սկսում ես ֆուտբոլում գնահատել ոչ միայն բուն խաղի գեղեցկությունը, այլ նաեւ մարզչական մտահղացումների իրականացումը։ Միտքը, ռազմավարության գոյությունը։ Եվ այս առումով իհարկե Իսպանիան եւ Արգենտինան առաջնային են։ Եվ այդ երկու մարզիչները Դե Լա Ֆուենտեն եւ Սկալոնին միանշանակ այսօր գոնե ազգային հավաքականների մակարդակով լավագույն մարզիչներն են եւ դա է կարծում եմ հիմնական պատճառը, ինչու թիմերը հայտնվեցին եզրափակիչում, որքան էլ Մեսին հանճար է եւ իմ սիրած ֆուտբոլիստն է
երևի իմ կյանքի ամբողջ ընթացքում նրա նմանը ինձ համար չկա, բայց ես համարում եմ, որ համար 1 կերտողը այս հաջողության Սկալոնին է։ Որտեվ երբ չկար Սկալոնին, իսկ Մեսսին կան, Արգենտինա չեմպիոն չէր դառնում։ Հաջողության դուք արդեն չեմպիոն եք հռչակել Արգենտինային։ Անգամ եթե չեմպիոն չդառնա, նախորդ առաջնությունը բավական է, որպեսզի մենք Սկալոնիին ընդունենք որպես երևի Արգենտինայի պատմության ընթացքում լավագույն մարզիչը եւ ներկա ազգային հավաքականներում կրկնում եմ միայն Դե Լա Ֆուենտեն կարող է իր հետ մրցել։ Եվ այդ առումով ինձ համար բոլորը ասում են ինչ ձանձրալի խաղ էր Իսպանիա, Ֆրանսիա, բայց ինձ համար հոյակապ խաղ էր։ Քանի որ հենց այդ մարզչական մտահղացումների իրականացումը ես այնտեղ տեսա եւ ասում եմ, որ չունի Իսպանիան աստղ, ես կարծում եմ, որ Իսպանիան ունի աստղ եւ դա Ռոդրին է։ Եվ իր վերաբերյալ ես այդպիսի ասացվածք եմ միշտ հիշում, արդեն 2 հարցազրույցներում հիշատակել եմ եւս մեկ անգամ հիշատակեմ, կա, եթե չգիտես ինչ անել գնդակի հետ, փոխանցիր Ռոդրին, ինքը միշտ գիտի։ Եվ դա հենց այդպես էր եւ այդ խաղում եւ որոշ նախորդ խաղերում եւ Եվրոպայի առաջնությունում, եթե հիշում եք, դա Ռոդրին էր, որ կերտեց Իսպանիայի ոսկե մեդալը եվրոպական առաջնության։ Եվ այդ առումով Ռոդրին միանշանակ աստղ է, միգուցե ինքը չի փայլում բուն խաղով, բայց եթե հետևում ես իր գործողություններին, իր շարժին, դաշտում ինքը չի կարող նույն մոտավորապես նույն էմոցիաները չառաջացնել, ինչ առաջացնում է Մեսսին։ Հաղթողի հավակնորդը ձեր։ Չգիտեմ, քանի որ դա երկուսն էլ մարզչական թիմեր են, կրկնում եմ, ինչքան էլ Մեսսին կա, երկուսն էլ մարզչական թիմեր են, եւ որ մարզիչը տվյալ դեպքում ավելի արդյունավետ մարտավարություն կկարողանա իրագործել, նա էլ կարծում եմ կհաղթի, իսկ ես բոլոր դեպքերում երջանիկ եմ։ Շատ լավ, պարոն Ալավերդյան, Արգենտինայի հավաքական վետերան ֆուտբոլիստները շատ են եւ այսպես հնչում է տեսակետ, որ կարող է չդիմանան իսպանացի երիտասարդների վազվզոցներին արագ տեմպին, ինչ եք դուք մտածում։ Իսկապես երիտասարդները Իսպանիայի հավաքականի առավելությունն են, իսկ Արգենտինայի հավաքականի առավելությունը փորձն է, որովհետև համարյա նույն թիմն է, որը հաղթել է նախորդ աշխարհի առաջնությունում մի քանի փոփոխություններ կան, իդեպ ընդգծեմ, որ շատ էին քննադատում մինչև կիսաեզրափակիչ Դեպոլին, որը ավելի շատ կատարում էր Մեսսիի տիկնապահի, քան թե ֆուտբոլիստի աշխատանք եւ փոխարինեց ստիպված երևի չգիտեմ մտածեց հասկացավ Սկալոնին որ պետք չի եւ այնտեղ դուրս եկավ մեկնարկային կազմում Սիմեոնեն եւ պարզապես ֆանտաստիկ աշխատանք կատարեց հոգնածրեց իհարկե Անգլիայի պաշտպաններին ուզում եմ ասեմ Սկալոնին եւս լսում է երբեմն խելացի խորհուրդները իհարկե Դեպոլը հետո դուրս եկավ եւ իր աշխատանքը կատարեց բայց շատ կարեւոր է որ Սկալոնին յուրաքանչյուր խաղին ուրույն ձևով է մոտենում եւ խաղի ընթացքում կարողանում է ճիշտ փոփոխություններ կատարել մասնավորապես օրինակ կիսաեզրափակիչում Նիկո Գոնսալեսին ձախ եզրում բաց թողելը միանգամից սրեց խաղը եւ մնացած փոփոխությունները եւս հատկապես Լաուտարո Մարտինեսին խաղադաշտ դուրս բերելը իր ճակատագրական նշանակություն ունեցավ։ Իսպանիայի հավաքականի մասով կարող եմ ասել, որ ունեն մեկ թույլ օղակ, որի մասին ոչ մեկ չի խոսում, բայց ես եկեք խոսամ, թող ինձ քարկոծեն, դա դարպասապահն է, Ունայի Սիմոնը։ Հիմա կասեք, բայց գոլբաշ չի թողը, այո, որովհետև գնդակը իրեն համարյա չի հասել։ Իսկ եղել են դեպքեր, որ բռնել է, բայց նաև ունեցել ենք դեպքեր, երբ որ միջով պահի տակ պարզապես ոնց որ խենթանում է դուրս է գալիս նախորդ խաղում է դա իրենց խաղավոճի պատճառով է ինքը դուրս գալիս որտեղ ինքը շատ հաճախ որպես վերջին պաշտպան է լինում եւ Ֆրանսիայի դեմ օրինակ 2-3 տեղեր ինքը այնպես դուրս եկավ ու մաքրեց գնդակը որ մի անգամ շատ ռիսկային բայց դա իրենց խաղավոճը շատ բարձր են դիրքարվում եթե այդպես չխաղա դարպասապահը գոլ այո բարձր պրեսինգ կիրառելը դա է որ երկու դեպք կարող եմ հիշել համ 1/4 եզրափակիչում համ կիսաեզրափակիչում որտեղ իր դուրս գալը արդարացված չէր եւ եթե մի քիչ ավելի
համար լինեին հարցակվողները կարող էին նաև բռնացնել իրեն այդ սխալների վրա։ Ես չեմ համարում իրեն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը եւ գտնում եմ, որ օրինակ Արգենտինայի հավաքականը կունենա հնարավորություն, ինչպես Պիկֆորդի դեպքում, նույնպես այս պարագայում նրան կարողանա խոցել եւ գնդակել։ Ի տարբերություն դրա Արգենտինայի թույլ կողմերը պաշտպանության եզրերն են, որոնք այս վերջի խաղի ժամանակ էլ բաց թողեցին այդ կարևորագույն գոլը եւ որից հետո բոլորը դրա մասին խոսում էին, պետք է հաշվի առնել նաեւ թե ինչ թիմերում են խաղում երկու թիմերի խաղացողները, նաեւ հատկապես պաշտպանները Բարսելոնայի Իսպանիայի եզրային հարցակվողների կիսապաշտպանների գրոհին արդյոք Արգենտինայի միանշանակ շատ հետաքրքիր խաղ է լինելու, եթե դուք ինձ հարցնեք ով է հաղթելու, ում ես ուզում որ հաղթի, ոնց որ ինձ հարցնեք ձեր երեխաներից որ մեկին եք ավելի շատ սիրում։ Եկեք ամեն դեպքում Իսկ որ մեկին եք ամեն դեպքում հավասար գիտեք նրանցից ով է ավելի լավ սովորում դպրոցում։ Անկեղծ ասած կուզենայի, քանի որ Մեսսի այտենց մեծ երկրպագու եմ արդեն մոտ 25 տարի, շատ կուզենայի այս բարձր նոտայով իրան ճամփու դնենք, որովհետև Յամալը դեռ բայց ինքը չի ուզենա Պելին հավասարվել եւ Իրաքի չեմպիոն դառնալ։ Ուզենա ու ինձ թվում ինքը միակն է ով կարա կրկդի։ Իրան ինձ թվում է կհամոզեն, եթե հանկարծ չեմպիոն դառնա։ Էլի կա խաղացող Իրաքի չեմպիոն։ Կրկնակի։ Իրաքի չեմպիոն։ Հա, Իրաքի, մեզ կրկնակի է դառնում։ Այո, եւ շանս է ստանում Իրաքի դառնալ։ Իսպանիան դեռ երիտասարդ է, դեռ էլի շանսեր կունենան անանելու, աշխարհի չեմպիոն դառնալու, իսկ Արգենտինայի համար այս սերունդը երևի վերջին իրենց հնարավորությունն է եւս մեկ անգամ դառնալու, ամեն դեպքում այդպես մի քիչ կուզենայի ավելի շատ Արգենտինան հաղթեր, բայց եթե հաղթի Իսպանիան, շատ չեմ տխրել։ Չեք տխրի։ Պարոն Ալավերդյան, նախորդ եզրափակչում Արգենտինայի հավաքականի դարպասապահի էքսցենտրիկ վարքը քննարկվեց եւ երևի այդ հանդիպման աստեղային ժամերից մեկն էր, այս անգամ էլ էքսցենտրիկ կերպար կլինի մարզադաշտում, բայց պարգևատրման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը Եվ որոշ օր իրան չշահել, չէ՞, դուք գնացեք Եվ երևի եւ եթե լինեն 11 մետրանոցներ, այդտեղ Դիբա Մարտինեսը իրան ցույց կտա։ Պարոն Արասազյան, ուղղակի կներեք էլ ուզում եմ ասեմ, որ եթե Մեսսին խաղա եզրափակիչում հաստատ ռեկորդ է լինելու, այսինքն ռեկորդի կրկնություն, նա կդառնա աշխարհում 3 անգամ երկրորդ ֆուտբոլիստը ով խաղացել է 3 անգամ եզրափակիչ։ Իսկ Թրամփից սպասենք ինչ որ էքսցենտրիկ այսօր իմացա դա ամերիկացի կտենց բիզնես ջիղ ունեն, ամեն ինչ փորձում են գումարի վերածել, արդեն վերածել են։ իրաց բրեյքերը։ Արդեն իսկ ֆինանսապես ամենաշահութաբեր առաջնությունն է, որտեղ տոմսերը ֆանտաստիկ գներով եւ համարյա դատարկ տեղ չի եղել ստադիոններում ամբողջ ընթացքում։ Հուսանք Թրամփը ինչ որ մեկին չի զանգի, որ Չէ, չեմպիոնին գիտեք ինչ են արել, մատանիներ են պատվիրել, ոնց որ բասկետբոլի թե բան, պրոֆեսիոնալ ֆուտբոլի կարծեմ, NBA-ն բանել, մատանիներ, որից 30-ը նվիրելու են հաղթող թիմին, իսկ մնացած 2000 հատը հանելու են վաճառքի ինչ-որ ֆանտաստիկ թվերով։ Այնպես որ լիքը տարբեր բաների սպասում Մարքեթինգը լավ է աշխատում։ Եվ հետո հաշվով ես մեկ մտավախություն ունեմ, որ միշտ կամերաները իրան են ցույց տալու, այն դեպքում որ շատ ավելի հետաքրքիր մարդիկ կան տրիբունաներում։ Դե Թրամփը արդեն մեկ ֆուտբոլային շատ կուրիոս իրավիճակում հայտնվել է, անցած տարի աշխարհի ակումբային առաջնություններ Միացյալ Նահանգներում եւ եզրափակիչից հետո գավաթը ինքն էր հանձնում Չելսիի խաղացողներին։ Հիմնականում ինչպես է ընդունված գավաթը հանձնում են եւ հեռանում են, թողնում են որ թիմը միայնակ տոնի Վերցրեց գնաց։ Չէ, Թրամփը շահերացել Չելսիի հետ Այսօր կարծացի որ ասած նշեք ես այս եւ որ պատտվել է Չելսի խաղացողներին ասել է դե բարձրացրիք գավաթը։ Հուսանք իր հետ սպիտակ տուն չի տանի գավաթավը դեպքում։ Այս անգամ տենց բան չի անի, որովհետեւ չեմ պատկերացնում սա տենց պատմության մնալու Թրամփը մեջ է։ Ռոդրին գավաթը բարձրացնելու ժամանակ Ես համաձայն եմ, որ շատ անկախ իհարկե արդյունքից շատ պատմական նվաճում կլինի թե իսպանացիների համար, թե Արգենտինայի համար ու քանի որ իրոք եզրափակիչ է, այստեղ իսկապես դարպասապահներից շատ բան կարող է կախված լինել, որովհետև մանրուքներն են որոշիչ դառնալու
Պարոն Ալավերդյանն էլ համաձայն եմ, որ իհարկե ոչ թե Սիմոնի խաղն է ռիսկային, այստեղ դա էլ ընդգծենք, այլ հենց այդ խաղաբոճն է ռիսկային, այսինքն երբ դու խաղում ես շատ բարձր բլոկով, քո վերջին պաշտպանը ավտոմատ դառնում է դարպասապահ։ Դրա համար մեծագույն դարպասապահներ, ինչպեսին օրինակ Մանուել Նոյերն է, ունեցել է էլի սխալներ, մենք կարող ենք հիշել Ստանկովիչի հայտնի գոլը, որ նա խփեց Ինտերի գազում դեռ որ Նոյերը շալկերում էր խաղում, այսինքն այդ խաղաոճը ինքնին ռիսկային է եւ լինի Սիմոնը, Գարսիան թե Դավիդ Ռայան, միևնույն է այդ ռիսկը կա։ Ինչ վերաբերում է ինչու է Սիմոնը խաղում, ինձ թվում է զուտ խաղացվածության պահ կա, այսինքն պաշտպանների հետ կոմունիկացիայի հարց կա, չմոռանանք, որ պաշտպանությունում Լապորտն է խաղում, որը Ատլետիկում է Սիմոնի թիմակիցն է, խաղում է Կուկուրելյան, որի հետ իրենք մի քանի անգամ խոշոր մրցաշարին մասնակցում։ Այնպես որ շատ հետաքրքիր է լինելու։ Իսկ զգուշավոր ֆուտբոլ սպասենք, թե հարձակվողական ավելի տեմպային։ Դե իրականում եզրափակիչում հենց այդ զգուշավորությունը պահպանում են, բայց եթե մի հատ այսպես կայծ լինի, կարող է ամեն ինչ բացվել։ Հունից դուրս գալու, հա, ինչ որ անցած եզրափակիչում էր, այսինքն ամեն ինչ կարծես թե հանգիստ էր, Արգենտինա շատ վստահ թե խաղով, թե հաշվով հաղթում էր, բայց Մբապեն օրինակ այդ քայլը կատարեց ու այդպես ֆենոմենալ եզրափակիչ ստացանք։ Կներեք, որ ընդհանրում Իսպանիան ոչ մի խաղը հարձակվողական չի խաղաց։ Ոչ մի խաղում այս առաջնությունում ինքը հարձակվողական ոճը շատ գնդակը չտա։ Շատ բան հավասարակշռված դա Դե Լա Ֆուենտեի ոճն է, այսինքն ոչ թե իրենք խելակորույս տենց որ ամեն ինչ թողնում են գնում են հարձակվելու, պարզապես շատ խելացի Պորտուգալիայի հետ նույն ձև խաղացին, Ֆրանսիայի դեմ փակեցին, ինչ որ պահ ունեցան, իրացրեցին։ Էս է իրենց ոճը։ Ես հիշում եմ Լուկա Թինի դեմքը խաղի ավարտից հետո տանջված, կտանքների ենթարկված։ Այս Լամին Յամալը խեղճ Լուկա Թինին չգիտեմ այնքան էր հոգնեցրել, որ երևի էր ֆուտբոլ չկարողանա խաղալ երկար ժամանակ, որովհետև հիմա տեսեք, մենք խոսում ենք, չէ՞, պարոն Նավասարյանն նշեց, որ իր համար աստղը Ռոդրին է։ Իսպանիայի հավաքականի առավելությունը հիմնականում այդ նախտիմային համակարգն է, որ գործում է։ Մեկ անձի վրա դրված չի դա։ Եվ կենտրոնը ժամանակակից ֆուտբոլով ըստ իս դա հարձակման եւ սկիզբն է եւ պաշտպանության սկիզբն է։ Ու այստեղ եւ բանը Ռոդրին եւ նրա կողքին մասնարարպես կիսազապակիչում Ռուիսը շատ լավ ուղղակի հասկացին հանդիպումը։ Ես ունեք Ռոդրին իրոք մանավանդ այդ խաղում Ֆրանսիա չէի առանձնացնի, ես հենց իրենց երկուսով որտեղ դեռ Չուամենին եւ Ռաբյուն ոչ մի բան չկարողացան անել ընդհանրապես։ Դրա համար փոփոխություն տեղի ունեցավ ու դա էլ չօգնեց։ Դեշամը այստեղ մարշչական սխալ որպես այդպեսին չի եղել, ինքը ուզեցավ խաղը թարմացնել, նոր խաղացողի միջոցով այդ խնդիրը լուծել, չստացվեց, չկարողացավ դա անել։ Եվ ես կարծում եմ, որ հիմա Արգենտինայի հետ խաղում նույն գործոնն է աշխատելու է, կիսապաշտպանության կենտրոնը զույգն է անցկացնելու եւ հիմա տեսեք մենք նշում ենք, որ երկու մարզիչներ ուժեղագույն մարզիչներն են, ուղղակի իմ կարծիքով կա այստեղ որոշակի տարբերություն։ Դե Լա Ֆուենտեին ինքը իրենից մեծ հեղինակություն է արդեն իր հավաքականում, իսկ Արգենտինայի հավաքականում Սկալոնիան առաջին հեղինակությունը չէ, ինչ ուզում եք ասել, չեք համոզի ինձ։ Առաջին հեղինակությունը Մեսին է։ Սկալոնին շատ լավ ընդունում են, ինքը շատ լավ մթնոլորտ է ստեղծել, ինքը ուղղակի ժամանակին Մեսսի հետ նույն թիմում խաղալով կարողացել է իրենց վաղեմի ընկերությունը փոխանցել թիմի ներքին խոհանոց, որտեղ տիրում են մթնոլորտը, որ Սկալոնի ու Մեսսի ասածն ու արածը համապատասխանում են իրենց ուզածին։ Մարլեն հիացմունքով է։ Ռոբերտո Մարտինեսը Չէ, այստեղ մի բայց կա, ես կասեմ։ Կներեք շարունակեմ, օրինակ Պորտուգալիայի հավաքականը իր կազմով շատ լավ թիմ էր, շատ լավ հավաքական էր, հաղթողի հիմնական ֆավորիտ, բայց կա Ռոբերտո Մարտինես, որը իրավունք չունի նման հավաքական գլխավորելու։ Թույլ է այդ մարզիչը։ Այնտեղ Ռոնալդոյի հայացքից արդեն ինքը մազերը հետ էր գալիս, դուրս թափում էր։ Մարլեն վերապահում։ Մի փոքր վերապահում, այո, եթե Պորտուգալիա, Արգենտինա, այն նշեցիք, հա Ռոնալդոն, Մեսին իրոք հեղինակությունը եւ դրա մասին հակաճառել ուղղակի անմիտ կլինի, բայց այստեղ նաեւ թիմը, հա, թիմը ամբողջությամբ եւ իրենք խաղացողները ասում են, որ այո, մենք պայքարում ենք, որպեսզի Մեսին երկրորդ անգամ արժանանա այդ գավաթին։ Ֆերնանդեսը։ Այո։
Բոլորն ասում են ամբիոնենալը ասել, լաց լինելով ասում են։ Բարձր որ Մեսսին պետք է մեծարեն ու դա նորմալ է, որովհետև իրենց երկրի լավագույն խորհրդանիշներից Խուլիան Ալվարեսը Խուլիան Ալվարեսը թող մի հատ հասկանա ակումբային ֆուտբոլի միջա։ Դե դա նշանակություն չունի։ Ռեալի մասնակից է, Չեդա կապչունի բան Ավասարյանն հետ լրիվ համաձայն եմ Սկալոնի դերի մասին ու նաև կավելացնեմ, որ ոչ միայն Սկալոնին, իրենց շտաբում այդ 4 հոգին, 4 նախնի ֆուտբոլիստները, Այալան, Պաբլո Այմարը իհարկե եւ նաեւ Վալտեր Սամուելը, իրենք ոնց որ sense ընտանիք լինեն ու Արգենտինայի հավաքականումից sense դա է դուր գալիս, որ մեկը մյուսի համար դաշտում պատրաստ են ամեն ինչի, այնպես որ Սկալոնի դերը թե այս թիմում, թե նախորդ չեմպիոնական թիմում ուղղակի հսկայական է ու իր մարշչական շտաբի ու պատահական չի, որ Արգենտինան ոչ Սամպաուլի հետ, ոչ Մարադոնայի հետ 2010-ին այս հաջողությունները չէր կարողանում գրանցել։ Իսկ Իսպանիայի առավելությունը ձեր կարծիքով։ Իսպանիայի առավելությունը շատ պարզ է, այնտեղ Իսպանիան ամենա ակումբ հիշեցնող հավաքականն է։ Հիմա բացատրեմ։ Ամենաաստեղային երևի, Ոչ, այսինքն Իսպանիայի հավաքականը խաղում է ինչպես ակումբ, ֆուտբոլային ակումբ, այսինքն ակումբները միշտ իրար հետ են, չէ՞, ամբողջ տարվա ընթացքում ֆուտբոլիստները իրար ճանաչում են, իրար ավելի լավ են հասկանում։ Իսպանիայի առանձնահատկությունը հենց դա է, որ կա կորիզ, որը ներկայացնում է գրեթե նույն առաջնությունը, հիմնական ֆուտբոլիստները Լա Լիգայից են, մեծ մասը Բարսելոնայից, Ռեալ Սոսեդադից, Ատլետիկ Բիլբաոից, Ատլետիկոից, ու կան այնտեղ նաև օրինակ Ռոդրին Սիթիից, որը անցել է էլի նույն Ատլետիկոյի համակարգով, Ֆաբիան Ռուիսը, որը էլի իսպանական ֆուտբոլի, այսպես ասած, շրջանավարտ է, ու իրենք ամենա այսպես ակումբ հիշեցնող թիմն է։ Իսպանական մեխանիզմի մաս է, այսպես ասած ֆուտբոլը։ Դուք տեսեք, օրինակ առաջին սկզբում աջ պաշտպանը Մարկոս Լյորենտեն էր։ Չստացվեց Լյորենտեի խաղը, Պեդրո Պորոն խաղա, ոչ մի բան չի փոխվի։ Պեդրին էր խաղում, Պեդրիի մոտ, չգիտեմ, ավելի բարձրահասակ ուժային ֆուտբոլիստ է պետք կենտրոնում։ Խաղում է Ֆաբիան Ռուիսը, ոչ մի բան չի փոխվում այդ թիմում, այսինքն սա մեխանիզմ է, Իսպանիայի հավաքական հավելությունը ըստ մտա է։ Մարան ինչ որ բան ուներ ավելացնել։ Չէ, միայն այդքանը, հուսով եմ լավ ֆուտբոլ կլինի։ Սամվել բաղոց ձեզ հարց չենք տվել։ Այո, թիմերի թերությունները, որոնք եք համարում, որոնք կարող են խանգարել նրանց։ Թերությունները Խնդիրները, խնդիրները թերևս մարզիչները լավ կվերլուծեն, բայց եթե sense դրսից հայացքով եթե նայենք, չունեն սա լավ է։ հնարավորություններ, չգիտեմ, հոգեբանական իրավիճակ, տարիք։ Չէ, դե տարիքի մասին խոսեցինք, իրականում Արգենտինան ավելի ոնց որ տարիքով մի փոքր բարձր է, բայց չեմ կարծում դա։ Մոտիվացիան Արգենտինայի լինելու է շատ բարձր, հենց թեկուզ այդ երկրորդ անգամ դառնալով այդ բացառիկ թիմը, որ երկրորդ անգամ կշահի աշխարհաշրջանը։ Բայց իսպանացի հետասարներն էլ կուզենան այդպիսի թիմի հաղթել։ Հա, այդ բայցը կա, բայց այնա, որ չի կարող լինել թիմ, որը հասնի եզրափակիչ մոտիվացիայի խնդիր ունենա։ Այստեղ մոտիվացիայի մասին խոսելն ավելորդ է, եզրափակիչն էլ այնպես է, որ նույնիսկ խոսել թե որ թիմը ավելի ուժեղ կլինի կամ որ թիմն է ֆավորիտ, այստեղ ֆավորիտ էլ չկա։ Այստեղ ուղղակի ոնց կընթանա խաղը, Արամը խոսեց ինչ որ կայծից, համաձայն եմ, որտեվ կարող է լինել վստահաբար լինելու ազգուշավոր ֆուտբոլ, որտեվ դա եզրափակիչ է, թիմերը կփորձեն հասկանալ ինչ սպասել միմյանցից, չնայած շատ լավ գիտեն, տեսել են, վերլուծել են եւ դա ակնհայտ է, բայց ամեն դեպքում եզրափակչում ռիսկի չի գնա ոչ մեկի սկզբանե, բայց մի հատ գոլը, մի հատ իրադարձությունը ցանկացած նույն կարմիր քարտը կամ ինչ որ մի խաղափոխող դեպք շատ մեծ ազդեցություն կարող ունենա։ Ճրային դաթարները։ Դրանին դաթարում փողն է ավելանում ընդհանուր բանի մեջ մտնում է։ Խաղը ջարդում է։ Դե հա, եթե օրինակ մեկը այդ բան շատ լավ իրավիճակում գրողում է գոլը հասունանում է ջրային դաթարը։ Իսկ որ թիմն է պատրաստ 120 րոպե խաղալ։ Երկու թիմն էլ միանշանակ պատրաստ են երկուսն էլ միանշանակ։ Չեն կարող աշխարհի առաջին եզրափակիչ դուրս եկած թիմերը պատրաստ չլինեն 120 րոպե։ Դա ակնարկում է, որ Արգենտինան ֆիզիկապես իջում է։ Ես ծերերի դեմ բան չունեմ, բան։ Դե բայց այստեղ հավաքականն էլ կա։ Տեսեք, օրինակ ըստ վիճակագրության, Մեսսին առաջնության իր անցկացած հանդիպումներում յուրաքանչյուր խաղում 47 րոպե ուղղակի քայլել է։ Բայց դա չի խանգարել։ Բայց դա չի նվազեցնում նրա դեր Արգենտինայի հավաքականում հաջողությունների մեջ։ Գումարած այս կիսայզափակիչում ես եզակի բաներ տեսա,
Մեսին նահանջել էր ներքև, հա, իր կիսադաշտը, գնդակի համար պայքարում էր, խլեց փոխանցում կատարել շարժված առաջ։ Դա Մեսիին բնորոշ չէ։ Ինչի չի անում, նայ օրինակ Ֆրանսիայում Մբապեն։ Իսկ Քեյնը իտարվորություն բոլորի իշնում է, խլում է։ Բանվորական աշխատանք կատարում է։ Ուզում եմ ասել, ամեն մեկը իր նշանակություն ունեցող խաղացողներ են։ Ամեն ինչի մասին միանշանակ խոսելը շատ դժվար է։ Ու բացի այդ, եզրափակիչից առաջ, եթե ինչ-որ մեկը կա համոզ վստակ ասում, որ հաղթելու է ինչ հավաքական, այսպես, այս ոճով, այս շնորհիվ, այդ մարդը ուրեմն չգիտեմ, կամ պայծառատես է, կամ խաղ արդեն տեսել է ինքը, հնարավոր չէ ուշադրել։ Կամ էլ կրային է, Պարոն Չախոյան, բայց կան նաև այսպես ցուցիչներ, չէ՞, դարպասապանների գործում։ Դե դրանք ուղղակի հուշում են, բայց հենց այդ եզրափակիչ հասած թիմերի դեպքում դժվար է դա արդեն հստակ առավելություն համարել։ Բանը, երեք ուղղակի աշխարհի առաջնորդ համացումներ չեմ ուզում տանել, մեկ բոլորս ֆուտբոլով հիվանդ մարդիկ ենք մեղմ ասած, հա, ճակերտների մեջ իհարկե Աստված չտա։ Միակ հիվանդությունը, որոնք հա, հիվանդ մարդիկ են։ Ֆուտբոլը հոգեբանության հետ կապված այնքան ուժեղ խաղ է, ինչ ուժեղ հոգեբանության է, որ այդ Արամի ասած կայծը կարող է եւ շատ դրական ազդեցություն ունենալ, եւ այնպես հրդեհել թիմին, որ չվերականգնվի։ Այսինքն մեկ սխալ որոշում, մեկ մոտավորապես Զիդան հայտնվել, որը գլխով հարվածի մրցակցին կարող է պատահական հարվածներ։ Հիշեք Ֆերնանդեսի խփած գոլը, Պիկֆորդին, հարվածը ուժեղ չէր, ուղղակի դիպուկ էր։ Ուժեղ հարված չկատարեց, տեսավ դարպասապահի տեղը, որը մինչև այդ մի քանի հատ ֆանտաստիկ սեյվ էր արել, ու արդեն ապահովել էր համարյա Անգլիայի հաջորդ փուլտուց գալը, գնաց գնդակը։ Հետո Մեսսիի այն ժամանակ Մարադոնայի աստծո աճ ձեռքներ, հիմա էլ Մեսսիի աստծո աճ ոտքներ, այնպեսի փոխանցում կատարեց, որ ես Սամվելը կամ Արամը լինեինք այնտեղ, կամ պարոն Ալավերդյանը, քանքով այդ գոլը խփելու էինք Լաուտարոյի տեղը։ Ասա դարպասին այդքան վստահ մի ասեմ։ Մյուս խաղին մենք ենք։ Ուզում եմ ասեմ մինչև գնդակը խփելը շատ։ Անկես բան ասեմ, ես չէի խփել։ Մեսին իհարկե մեծագույն ֆուտբոլիստ է, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ է, բայց ինձ թվում է մի քիչ շատ է հայփ է վերջին մի քանի օրը, որովհետև այո, շատ լավ խաղ խաղաց Անգլիայի հետ, ֆանտաստիկ է, բայց եւ լեգենդ է կերտվում, կամ ուզում են կերտել։ Չէ, կերտված է, դե դրա մասին խոսել լեգենդ չի, արդեն չի կարելի։ Օրինակ մի հատ էսպիսի kind of սպորտից ենք խոսում։ Մեկ շաբաթ առաջ մեկ այլ մարդ Մեսսի տարիքի անհատական մարզաձևում կորտում անցկացրեց 5 ժամ 15 րոպե, հաղթեց Ֆելիքս Օժեալյասին, դուրս եկավ կիսաեզրափակիչ Նովակ Ջոկովիչ։ Խաղից հետո Ջոկովիչին հարցնում են, ասում են դու այստեղ սենց ես խաղում, Մեսին այդտեղ գոլեր է խփում, ու Ջոկովիչ իր այդ մեծությամբ հանդերձ ասեց ես եք ուզեի 90 րոպե խաղամ։ Այսինքն ինձ թվում է մի քիչ տես շատ է հայփը, հա, հասկացանք, շատ ֆանտաստիկ առաջ։ Դե հայփը համ կներես, համ ջան, Ռոնալդոյի Մեսսի մասով միշտ կա այդ հայփը։ Հա, ուզում եմ ասեմ, որ այդ նույն փոխանցումը ֆուտբոլը պետք է ազատագրել Մեսսիից, ես զգում եմ, որ Չէ։ Լավ թեմա է։ Չէ, ուղղակի մոտենում է այդ ավարտը։ Մոտենում է, չէ, ազատագրություն։ Այդ թեմայով ուրեմն բարեմաղթանքներս ասել, դու էլ ես վարում խաղերը, ես շատ ուշադիր լսում եմ, շատ մեծ հաճույք եմ ստանում, բայց այդ վիճակագրական բաները, այդ հայպի մի մասն է, ասենք Մեսին նորից ռեկորդ սահմանեց իր կյանքում եսին որերորդ անգամ ձախ ոտքով հարված կատարելով բան։ Եթե մենք դրա մասին խոսենք, օքեյ, բայց ինքը ուղղակի գոլային փոխանցում իրենք խաղացողները ասում են Մեսսի համար դա այնքան երկրորդական է, ինքը ասում է մեզնից է իմանում, որ պարզվում է եւս մեկ ռեկորդ սահմանել, պարզվում է, որ ինքը լավագույն ռմբարկու է, պարզվում է, այսինքն այդ մարդը պարզապես ֆուտբոլով է ապրում, իրեն նման բան են սարքում, մեր գործընկերները մենք ենք սարքում, շատ ենք բանանում, բայց բարեբախտաբար Մեսին ինքը հանգիստ է ամեն ինչով արդեն անցնում է։ Օրինակ, ես հենց այն մարդկանց Յամալը անցել տարվա վերջին այդ փառքը, որ իր վրա թափվեց, էլի լրագրողները, էլի
բլոգերները եւ այլն այդ ամեն ինչը ստեղծեցին մթնոլորտը եւ որ սկսեց ինչ-որ անհասկանալի կերպարներով հանդես գալ եւ այլն, ես վստահ եմ, բայց դա չի խանգարում ֆուտբոլիստներին։ Գիտես կխանգարի, իր տարիքում կխանգարի։ Մեսին արդեն չի խանգարում, որտեղ ինքը արդեն աշխարհում ամեն ինչ հաղթել է, ինքը իրան դա չի էլ արվում։ Դա հայ երիտասարդ ֆուտբոլիստներն է, չէ՞, այսպես հատուկ ոչից կտրվում։ Հայպը այսօր ինքը շատ ակնհայտ է ու ոչ միայն Մեսի շուտ, օրինակ տեսանք Ոզինյայի օրինակը կա բոլորի մի քանի save իր կյանքում, okay, save, մի քանի save դարպասապայի կողմից, որը նորմալ է, որը save, Իսպանիայի հետ խաղին ինքը 1-2 հատ տենց լավ ու դարձավ միանգամից եկավ այդ պատմությունը, որ ինքը իրականում վոլեյբոլի մարզիչ է, իրական պլաժում եւ այլ, այսինքն այդ սիրում են մի հատ պատմություն, գումարեն ինչ որ ոնց որ ոչինչից ամեն ինչ, այդ պատմությունը գնահատվում է Վերդեյում, օրինակ տուրիզմը վերջին 20 օրվա ընթացքում գրանցել է 800% աճ։ Այո։ Բայց իմ ասածն է, որ հայփը այսօր հայկականության մի մասն է։ Թող էլի նորից ինձ ծեծեն, դեմ չեմ, այտենց դարձել է ինքը հերոս, բայց Ոզինյանն դարպասապան է, որ մոտակա անկյունից 2 հատ գոլ կերավ։ Կներեք, էլի Ժողովուրդ ջան, հա, լավ դարպասապան է, լավ մարդ է։ Ու սիրում ենք այդ թիմը, ուրախ ենք, որ բան հաջողությունը մեր համար, Հայաստանի համար։ Ինքը ընդհանրապես այդ երկրի հավաքականը ուղենիշ է։ Ինքը ցույց է տալիս, որ փոքր երկիրը եւս կարող է այդտեղ հայտնվել։ Ու այս առումով ես եկեք շնորհակալություն ասեմ FIFA-ին, որ թիվը 48 է դարձրել, տալով իհարկե պատահաբար չի։ Բայց այդքանով սահմանափակվում չէ, մի հատ ճշգրտում կատարեմ, Կաբո Վերդեն թիմերի քանակը մեծանար թե չմեծանար, միևնույնն է լինելու էր այս առողջության, որտեվ իրենք Աֆրիկայում իրենց խմբում առաջին տեղ են զբաղեցել, այսինքն Կաբո Վերդեն Կամերունին, էլի, էս դա հայտնվել, բայց բան 16-րդ չէր այո։ Եթե մենք հիմա հրավիրված լինեինք ու թենիսի հետ կապված ու խոսեինք Ուիմբլդոնի մասին կամ մեծ արտիմորցությունների մասին, բոլորս հայպելու ենք Ջոկովիչին։ Հասկանում ես, մենք խոսում ենք ֆուտբոլի մասին ու բոլորս նույնաստերապես ես խոսում եմ այն ինչ որ տեսել եմ այս մեկ ամսվա ընթացքում։ Մինչև այդ MLS-ի հանդիպումները ես տեսել եմ դրվագներով եւ մեսին գոլեր է խփում։ Նովակ Ջոկովիչը իմ կուրքերից մեկն է հանդիսանում, չնայած թենիսում իմ կուրքը Ֆեդերերն է։ Բայց ինչ որ անում են նորեն ինչ արդյունքներ որ գրանցում է, դա ուղղակի անհավանական է։ Եթե մենք խոսեինք հիմա թենիսի մասին, այդ ասած 5 ժամ 15 րոպեն հաստատ կասեինք ու ոչ մեկ անգամ։ Ուղղակի սա հիմա ֆուտբոլային թեմա է, նշում ենք ինչ որ անում են մեստի։ Չէ, բայց հայփի պահով ճիշտ է ասում, կերպարների միֆականացում է գնում։ Հիմա այսպեսի մի հատ բան ասեմ, Արգենտինայի հավաքականի կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսից ոչ մեկը չի խոսում, որը ծնկի խաչաձև կապանների սարսափելի վնասվածքից ապակինվել է ու ֆանտաստիկ մրցաշար է անցկացնում։ Դա ինձ թվում է այդ մի քիչ ֆուտբոլ մարզաձևի թիմային այդ երևույթը մի քիչ նսեմացվում է։ Ես հասկանում եմ ինչ որ մարդիկ հիմա օրինակ միշտ էլ այդպես է, ել համաձայն է որ նսեմացվում է։ Այն ասած է, եթե մենք Դե չէ, մեդիայի այս ժամանակաշրջանում է այդպես, սոցիալական ցանցերը եւ այլն եւ այլն, դրանք են միայն ստեղծում այս ամեն ինչը։ Իսկ եթե կուրքերին մի կողմ դնենք, աշխատանքով որ ֆուտբոլիստն է արժանի լավագույնը ճանաչվելու այս առաջնությունում։ Իր աշխատանքով կոնկրետ լավագույն Հիմա գիտեք, ընդհանրապես միշտ լավագույն խաղացող ճանաչելու հարցում միշտ առաջնորդվում են խփած գնդակներով, կատարված փոխանցումներով եւ այլն, ցուցանիշներով, արդյունքով։ Գիտեք, կանոնավոր բացակայությունը դե հիմա օրինակ Մեսսի հետ կապված չէ որ ասենք 8 հատ ոսկե գնդակ տվել են, մի քանիսը չէ որ խիստ կասկածելի էին։ Ասենք կանոնեն դեպի շատերի համար որ տարի սպասում են որ նո ընդունենք Ռոբերտ Լևանդովսկին պետք է ստանար, բայց ստացավ Մեսսին։ Շատերը կարևորն է Մեսսին է։ Ուզում եմ ասեմ, հիմա իմ սուբյեկտիվ կարծիքով Ռոնալդոն ու Մեսսին ինչքան որ օգուտ են տվել ֆուտբոլին, այդքան էլ վնաս են տվել, որտեղ եկավ ժամանակը որ Մեսսի Ռոնալդո Մեսսի, Մեսսի Ռոնալդո։ Ինչպես եւ թենիսում։ Հիմա դե ուզում եմ կա այդ գործոնը։ Իսկ փայլող աստղ կար այս առաջնությունում, պարոն Չախտանովյան։ Ես փայլող աստղ ասենք որպես խաղացող դե կան ֆուտբոլիստներ, որոնք իրենց գործը կատարել են։ Ես օրինակ Էրլինգ Հոլանդ շատ լավ ֆուտբոլ է անցկացրել, շատ լավ առաջնություն է անցկացրել։ Նույն Հարի Քեյն, Հասարակ Նորվեգիան շատ լավ։ Ես որպես աստղ ինչպես նստեցի,
դժվարանալ գտնել փայլող Չէ, Հարիքեյնը, ես Հարիքեյնին օրինակ ասում եմ, եթե Արգենտինան երկրպագելով չեմպիոն դառներ Անգլիան, ես չի իտը։ Անկամ եթե Բրազիլիան մի քիչ Տեսեք պարոն Ասարյանը, ինչ աստղեր եք հայտնաբերել պարոն Ասարյան։ Ինձ զարմացնում է իր աշխատասիրությունը իմիջիայլոց, որը ռեալում չէի տեսնում, բայց Բրազիլիայի հավաքականում խաղալով ինքը խաղում է թիմի վրա, որը Վինիսիուսին չի սպասի։ Ինչ վերաբերում է այդ աշխատասեր ֆուտբոլիստին, շատ դժվար է, մի քիչ մտածելու բան է, որտեղ տենց խնդիր մենք մեր առջև չենք գնում, բայց ամեն դեպքում եթե նորից Ռոդրիանը չտան, եթե նորից Ռոդրիանը չտան, որտեղ շատ բարձր եմ գնահատում այդ ֆուտբոլիստին, Պեդրո Պորոն շատ տպավորեց, որը եւ պաշտպանությունում եւ հարցակման ժամանակ շատ ակտիվ միանում է բոլոր գործողություններին թիմային եւ ես այդպիսի բան հիշատակեմ ես նայում էի Իսպանիայի Ֆրանսիայի խաղը Բրյուսելում մի հրապարակում որտեղ լիքը մարդիկ էին ու իսպանացի երկրպագուները բոլորից շատ բղավում էին Պորո իր անունն էին տալիս, այսինքն իրենց մոդել ինչ որ հատուկ համակրանք այդ ֆուտբոլիստի նկատմամբ առաջացավ իր նվիրվածության երևի շնորհիվ։ Ես կարող եմ հավանական տարբերակ ասել, որ հաստատ եզրափակիչի մասնակից թիմերից խաղացողն է։ Հա, միանշանակ դա կարծում եմ հաղթած, ավանդույթի համար սովորաբար հաղթած թիմից, եթե հաղթի Իսպանիան ամենայն հավանականությամբ Արգենտինան ով կարա դա լինի։ Լիսանդրո Մարտինեսը իմիջիայլոց նույն հատկություններ է ցուցաբերում, ինքը եւ պաշտպանությունում է շատ ուզալի խաղում եւ հիշենք խփեց շատ կարեւոր մի Այստեղ արդեն Տրամպը կարող է միջանում։ Միայն Տրամպը կարող է փրկել այս։ Կարող է առաջադրել Բալոգանի տարիներ դատում էր։ Ես կարծում եմ ամեն դեպքում ինձ համար, այդպես եմ կարծում, կտան Մեսիին, որպես լավագույն խաղացող, բայց ինձ համար ինչքան էլ հետևել եմ իր խաղին Բավարիայում, Մայքլ Օլիսեն ուղղակի այս առաջնությունում մի այլ կարգի հայտնություն։ Ֆրանսիա, Իսպանիա միգուցե, տապալեց խաղը։ Բայց ամենակարևոր խաղը տապալեց։ Դե բայց ընդհանուր խաղով իրա, սկսած հենց Դուբայի փուլից մինչև վերջ Օլիսեն ինձ համար հայտնություն էր։ Իսկ որպես մարդկային կերպար ինձ համար հայտնություն էր Էրլինգ Հոլանդը, որովհետև մինչ այդ ես ինչքան էլ սիրում եմ Գվարդիոլային, ինչքան էլ Սիթի եմ երկրպագել, միշտ Հոլանդին փորձել եմ սենց կողքից նայել, բայց այս առաջնությունում այ հայփա, հա, ասում եք, ինչքան իր հետ կապված պատմություններ եղան, անգամ մայրիկի ազգանունը գրելը իր մեջքին, ես հիշեցի ինձ, երբ առաջին դասարանում տառերն էի սովորել, միշտ ասում էի, ինչի պիտի լինի Կարապետյան Մարինե Գրիշայի, պիտի լինի Կարապետյան Մարինե Գրիշայի Հասմիկի, ու ես տետրերիս վրա Հալանդի Հասմիկի անունը միշտ ավելացնում էի, ու ինձ համար հենց այդ նաև այդ պահով ինքը նաև որ ինձ որպես շախմատասերին իհարկե շատ է դուր գալիս, որ ինքը ընկերություն է անում Մագնուս Կարլսենի հետ։ Դա լրացուցիչ պլյուս։ Դե վերջում էլ որ ասես Ջոկովիչն է։ Yamal ամեն դեպքում ատեսվեց մեր այս քննարկման ժամանակ։ Տեսեք, Մայքլ Օլիսեն հիմա Արամին ես սպասում եմ, որ Արամը ասելու է, էլի պատասխանը։ Եվս մի հատ կիսազապակիչ է ցախովել։ Ուղղակի ցախովել է։ PSG-ի հետ։ Ահա։ Այստեղում պետք չի թույլ տալ, էլի կիսազապակիչում խաղը։ Կիսազապակիչից միանգամից ֆինալի շատ լավ գալիս ասում եմ ինչ կիսազապակիչ, չեմպիոնների լիգայի կիսազապակիչ խաղը ցախողեց, էլի։ Կիսազապակիչի իրանը չի, էլի։ Հա, իրանը չի։ Միանգամից եզրափակիչ պիտի խաղա էլի։ Ես Լամի Յամալի հետ կապված ես ընտանիքի բարեկամների անունն է կրում ինքը։ Այո, երկուսի դեպ, Լամի Յամալ։ Հայքը շատ է։ Այս թվում Մեսին արժանի է այս մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, ոչ միայն իր ցուցադրած խաղի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ ինքը այս տարիների ընթացքում իր մարմինը, իր միտքը ամբողջությամբ բերել է այս մրցաշարի համար, պատրաստել է, ինքը պատահական չէր տեղափոխվում Միացյալ Նահանգներ, ինքը այս ամեն ինչը նախորոք մտածել է, ես մի քանի օր առաջ նայում էի իր հարցազրույցներից մեկը, հենց Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ իդեպ, որտեղ ասում էր, որ եթե ես հասկանամ, որ ես այն level-ում չեմ, որ կարող եմ լավագույն խաղը ցույց տամ, ես չեմ մասնակցի այս առաջնությանը։ Ու դրա համար միշտ այնց կարծիքներ կային, որ գուցե Մեսին չխաղա այս առաջնությունում, հիմա չէ, ավելի շուտ։
բայց մենք տեսնում ենք թե ինքը ինչպես է խաղում, ինձ թվում է եզրափակիչի մասնակից հավաքականից կլինի, թեպետ կհիշեք Իսկ եթե Իսպանիան հաղթի, Իսպանիայից կիսապաշտպաններից ինչ-որ մեկը ինչ որ այսօր Արգենտինայի հաղթանակի մասին կարծես դեռ այս ենթադրում եմ ավելի շատ Ռոդրին, որովհետև ամենաշատը Ռոդրին։ Այո, նախ ինքը ակումբային մրցաշրջանում այդքան լավը չէր զուտ օբյեկտիվ պատճառներով, որովհետև ծնկի հետ վնասվածքից նոր էր ապահինվել, այո, բայց այս առաջնությունը այն հին լեվելի կատարում է Ռոդրին է, այնպես որ կամ Ռոդրի կամ Մեսի, այսպեսի կանխատեսում։ Ամեն դեպքում համաձայն տակտիկական ֆուտբոլի Մբապեն երրորդ տեղի համար։ Այ տեսեք, մինչև օրինակ կոնյունկտուրայի պատճառով չէ։ Մինչև կիսաեզրափակիչ, օրինակ նույն Մբապեն, Քեյնը, Օլիսեն, Բելինգեմը շատ արժանի են, բայց կիսաեզրափակիչներում նենց վատ խաղացին Անգլիան ու Ֆրանսիան։ Տակտիկական ֆուտբոլի ենք ականատես լինելու։ Դա էլ է լինելու Մենք անկախությունից ականատես ենք լինելու պատմության։ Եվ հիմա բայց թե ուղղակի ամենիկն են ուզում շարունակել, թե բոլորս շատ լավ հասկանում ենք թե ինչ է նշանակում MLS։ Շատերը ինչ որտեղ ասենք ֆուտբոլում շատ խորացած մարդիկ ասում են որ այդ խաղացող գնացել են այնտեղ թոշակի անցնելու համար, չէ, Սաուդյան Արաբիայի մասին չի խոսքը։ Չէ, բայց ոչ որ այդ կարգի չի համաձայն։ Բայց միացան MLS-ը դա ինչ որտեղ խա արդեն ոնց որ կիզակետը չի էլի, արդեն արևամուտն է կարևորայի։ Ու Մեսսին այնտեղ խաղալու կարողացել իր մարզավիճակային աստիճանի հասցնելու պահել, օրինակ ըմբշամարտում, բրոնզկամարտում մարզիչները ամեն ինչ անում են, որպեսզի ըմբիշը, բրոնզկամարտը կամ ըմբիշը կոնկրետ առաջնությանը մոտենա, այ լավ որակներով, որտեղ մարզավիճակը դա շատ կարևոր նշանակություն ունեցող գործոն է։ Ու մոտեցել է այսպես։ Մի խոսքով Մեսսին չէր հանգստանում, Մեսսին պատրաստվում էր։ Իսկ Մեսսին հավաքականի Մեսսին ով է, Ռոդրին թե Յամալը։ Պետք է Յամալը լիներ, բայց Յամալին շատ խանգարեց, որ մրցաշրջանի վերջում վնասվածք ստացավ, ու ինքը իր ամեն դեպքում լավագույն մարզավիճակում չի այս առաջնությունում։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը ինձ գարասեր Իսպանիան հասնելու է եզրափակիչ Յամալը 1 գոլ անելու, ես չէի հավատա։ Բայց մենք նաև ազգերի լիգայի եզրափակիչը եզրափակիչում Մենդեշը ցույց տվեց ինչպես է պետք խաղալ Յամալի դեմ եւ ինձ թվում է այդ օրինակին շատերը հետևեցին։ Սամվել, ձեր համեստություն ենք հաճախ չարաշահում ենք, կարող եք ավելացնել ինչ որ ուզում եք։ Ես որտեղ բանեմ հայկական ֆուտբոլին եմ ակտիվ եղել։ Գիտի դրանից եմ եկել, եթե ասեք Արարատ Արմենիա Ռիգա խաղում ինչ տակտիկական գործողություններ։ Իրականում մենք Լատվիայում էինք։ Հասկանալի է, բացատրեմ հիմա ինչա կատարվել։ Ֆուտբոլից հետո բարդ է աշխարհի առաջնորդ։ Լատվիայում էինք Արարատ Արմենիա Ռիգա խաղին, խաղը օրինակ կիսաեզրափակիչ ստիպված նույն ժամին էր եւ հետո եմ նայել դրվագներով, բանով։ Այնտեղ էլ մերոնք առաջ խաղացին։ Այս այնտեղ ինչն է կարևոր, այնտեղ առաջի խաղակեսայով մերոնք ձախվեցին, հետո կարողացանք այնուամենայնիվ դուրս գալ հաջորդ փուլից դրա համար մի քիչ ավելի շատ էսպային լսում եմ, քան բաներ կա։ Հիմա դուք որ անդադ հարցնում եք թե ով կդիմանա 20 րոպե, ես կարծում եմ որ չէր դիմանա հաստատ Ելիմայի Ալաշկետ հանդիպան գլխավորության, որտեղ արդեն լրացու ժամանակի վերջում եւ որ Ալաշկետը գնաց վերջնական կրոնի ու մեր գործընկեր Էդվարդ Քալանտերյանը խոսում է պետք է շարժվել առաջ վերջին փոխանցումներ պետք է ես տեսա մի կերպ ուզում այլան տեղափոխի Նոր Քալանտերյանը իրան էր ասում պետք է հասցնել կրոնի հավատը չէր ասում Իդեպ ինչպես հասկանում եք ՀՖՖ-ում առաջիկայում փոփոխություններ են լինելու եւ լավնի փոխեցինք թեման հայկական ֆուտբոլ եւ եկեք ամփոփենք եկեք մեր ակումբների հաջող ելույթներից խոսանք օրինակ 4 ակումբ անցել է հաջորդ եկեք ամփոփենք ամփոփման խոսքում նաեւ հույս ունենալ, որ ինչ որ մի օր կդառնանք Կաբո Վերդե, այսպես սկսենք պարոն Ալավերդյանից, փոքր պետություն մեծ հաջողություն։ Իսկապես, գիտես ինչ, առաջին հերթին ինձ համար առաջնությունը դրանով է, որտեղ ես պատկերացնում եմ, որ փոխենք այդ Կաբո Վերդե կամ մյուս փոքր երկրների անունի փոխարեն Արմենիա եւ Միացյալ Նահանգներում կունենայինք 100,000-ավոր հայեր, ով որ կգնային մեր թիմին կերկրպակեին եւ դա իհարկե երազանք է եւ ձեր վերջին հարցը որ փորձեցիք մի քիչ էլ փոխկապակցել ես տողերի արանքում կարդացի այո նաեւ դրանով պայմանավորված ես ինչ որտեղ լույս եմ տեսնում թունելի վերջում որ եթե ոչ ասենք
2030-ին, բայց գոնե 34-ին կամ 38-ին Դե 2050-ին աշխարհի չեմպիոն չէին Չէ, հա, դա հա։ Մեդալակիր է, մեդալակիր։ Այդ օքեյ է։ Մենք այդ ժամանակ կլինենք թե չէ, ցանկալի կլներ մի քիչ ավելի շուտ մասնակից լինեինք այդ տոնին, որը Ավետ դեպքում քաղաքականությունը իմ ականջներում չէ, բայց չգիտեմ 19 թվականին ոնց որ թե երիտասարդական ինչ-որ առաջնություն անստեղ անցկացնելու դու կարող ես դրան գնաս ականատես։ Պարոն Ալավերդյան, ավետ դեպքում տվեք չեմպիոնի անունը։ Իմ կարծիքով Արգենտինա։ Բայց խնդրեմ, պարոն Նավասարդյան։ Չեմպիոնի անուն բայց չեմ տալու։ Ես ուզում եմ որ հաղթի այն թիմը, քանի որ երկուսին էլ սիրում եմ, ու ավելի լավ խաղ է ցույց տալու։ Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլին, այստեղ պրոֆեսիոնալներ են հավաքվել։ Ես իհարկե մեր խոհանոցին այդքան ծանոթ չեմ, 3 մեկնաբաններ, Դավիթը անգամ խաղում է ֆուտբոլ եւ առաջատարն է մեր ժուրնալիստները։ Այո։ Ինչ վերաբերում է մեր ֆուտբոլին, ես կարծում եմ, որ կարեւոր է, որ մեզ մոտ ի վերջո ձևավորվի ազգային ֆուտբոլային դպրոց, այսինքն այն ինչ կա Իսպանիայում, հիշատակել է Արամը, որ ոնց որ ակումբ է խաղում Իսպանիայի հավաքականը, ես կարող եմ ավելացնել, եթե հետևեք ինչպես են խաղում երեխաները իսպանական լողափերում, դու միանգամից հասկանում ես, այս տղան պարապում է ֆուտբոլ, թե չէ։ Եվ եթե պարապում է, ինքը խաղում է նույնպես, ինչպես Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները, եւ տեխնիկան, եւ փոխանցումները ոնց է կատարում, այսինքն դա խոսում է նրա մասին, որ կա ազգային դպրոց անգամ այնպիսի մեծ երկրում, ինչպիսին Իսպանիան է։ Ես ինչ-որ այդպիսի դրվագ եմ հիշում, որ իսպանական դպրոց ենք ներմուծում հայկական։ Հիմա փաստորեն Բենֆիկայի ակադեմիան է բացվում եւ դա ինձ համար կողքից խոհանոցը չիմանալով հիմնական հուսադրող բան է, որտեղ մենք հասկանում ենք, որ Կաբո Վերդեի հաջողությունը դա նաեւ պորտուգալական ֆուտբոլի հաջողությունն է։ Հա, եւ բոլորը շատ բարձր են գնահատում Բենֆիկայի ակադեմիան, միգուցե դա կլինի սկիզբը մեր ապագա հաջողությունների։ Շատ լավ, չասացիք, լավ ասեք, պարոն Աղասարդյան։ Դե տեսեք, ինչ որ մի անուն ասեք անցնի։ գոնե դուք ես ասեք կարծում եմ մի փոքր ավելի մեծ շանս ունի Արգենտինան, ինչու, որտեվ հիմնական խաղաթղթերը Իսպանիայի դա բարձր պրեսինգն է եւ հակառակորդին գնդակ չտալը, ինչպես արեցին Անգլիայի հետ։ Նո Ռոդրին երրորդ, Ռոդրին միշտ կա։ Բայց Արգենտինան էլ է կարողանում այդ նույն բանը անել, այսինքն եւ գնդակ չտալ հակառակորդին եւ խաղալ բարձր պրեսինգ, այսինքն կամ բարձր պրեսինգ Արգենտինայի հետ կարող ընդհանրապես չխաղա, իսկ փայլատակումներ անհատական ամեն դեպքում Մեսին կա էլի։ Շատ լավ։ Եվ ես չեմ բացառում, որ հանկարծ եզրափակիչում իրենց ցույց կտան Մարտինեսը, Լաուտարոն եւ Խուլիան Ալվարեսը։ Շատ լավ, հուսամ իսպանացիները լսում են այս քննարկումը եւ վրեժ կլուծեն Արգենտինա Ես դեմ չեմ լինի։ Բայց բան չեն ասում, բայց բան չեն ասում։ Արգենտինա սիրության այս հաղթարշավը կկասեցնի։ Գեղեցիկ կերպով բերեցի մի փոքր դեպի հայկական ֆուտբոլ նաեւ քննարկումը մի փոքր անդրադառնամ եւ վերադառնանք հաղթողի իմ հավակնորդին խոսեցիք ֆուտբոլային համակարգի մասին, պարոն Նավասարդյանը խոսեց, որը շատ կարեւոր է տարբեր տարիների փոխում էինք այդ գաղափարը, իսպանական ֆուտբոլի մոդել, հոլանդական ֆուտբոլի մոդել, դեռ չենք քշել այն մոդելը։ Ֆուտբոլի մոդել ժամանակին։ Հա, նո չէ, հենց մանկապատանեկան ֆուտբոլի մասին է խոսքը։ Պորտերֆիլդը մի քիչ խառնվում էր այդ թեման։ Հա, վերջինը, որը ասենք իսպանական ֆուտբոլի մոդելն էր, բայց ինչ էինք տեսնում, օրինակ ակումբներին, չէ, Խինես Մելենդեսի այդ համակարգը, որը բերեցին, տալիս էին այդ համակարգը ակումբներին, բայց ակումբների մի մասը ասում էր չենք ուզում աշխատել այդ համակարգով։ Չենք ուզում աշխատենք այդ համակարգով, 2-3 ակումբ սկսում էր, աշխատում էր, հետո մյուսները չէին աշխատում, հետո վերջում այդ համակարգն էին փոխում, այտենց աջակցության։ Իսպանիան ոնց սկսեց, հիշում ենք, որ 2000-ականներին լավ չէր իրականում հավաքականի վիճակը, իրենք ամբողջությամբ փոխեցին մոտեցումը մանկապատանեկան ֆուտբոլից եւ տարիներ անց տեսանք Եվրոպայում հաղթանակ աշխարհում, այսինքն այս բանը մենք տեսանք, բարձր մենք մեր համեստ ռեսուրսներ ունենք, խոսքը չի գնում այդպիսի նվաճումների մասին, բայց այդ համակարգի փոփոխությունը կտա մեզ երիտասարդների աճ ապագայի համար։ Օրինակ մի բան էլ է առումով ասեմ, ֆրանսիական Լանսեի գնացել այդտեղ ռեպորտաժի ու տենց ստացվեց, որ 11 տարեկան երեխեքի խաղ էինք նայում
Ինչ հետաքրքիր էր, եթե նայում ենք մանկապատանեկան ֆուտբոլ Հայաստանում, խաղում են ոնց կարում են երեխեքը։ Մեկը անատական է խաղում, մեկը հարվածում է դարպասին, շատ ենք տեսնում դա։ Այնտեղ թիմը 11 տարեկան երեխեքի խաղում էր ոնց որ ֆրանսիական բարձրագույն խմբի, օրինակ Լանսին, նույն համակարգով։ Կենտրոնական պաշտպանը նույն շարժումներ անում, այսինքն ցախ պաշտպանը նույն ձևի հենակետը բացվում էր, այսինքն լրիվ նույն ձև, մեծական ֆուտբոլ 11 տարեկանում։ Այդպես իրենք շարունակում հասցնում են ինչու պրոֆեսիոնալ թիմերին Հայաստանն չի պարտադրվում օրենքով որպես ՀՖՖ անդամ սեփական մարզադպրոցներ ունենալ, ստադիոններ ունենալ, արտադրվում է։ բա ինչու չունեն։ Ունեն։ Ստադիոններ բոլորն ունեն։ Ստադիոն կարող ես վարձել, չի պարտադրվում որ ունենաս, բայց մարզադպրոց պետք է ունենաս։ Եվ այսպես ասենք հիմք ենթակառուցված։ Չէ, տեսեք, եթե տես բան պարտադրեն, երկու թիմ խաղ։ Մանկապատանեկան ֆուտբոլի մասն է խոսքը։ Ունեն, բոլորը մարզադպրոցներ ունեն, մեկը մի քիչ զարգացած, մեկը քիչ զարգացած, բայց ստադիոն դեկորային մարզադպրոցների մասին կան, այդպես էլ կան մարզադպրոցները լավ են աշխատում շատ, հիմա գիտենք նոհան ներդրումներ անում, Ուրարտուն ունի, Փյունիկը տարիներ շարունակ, կան որոնք ավելի զարգացած են, այո, պետք է դրա վրա էլ հիմքը դնել, հիմա տեսնում ենք արդյունքներ կան եվրոգավաթներում, բայց դա նաև ներդրումների հաշվին է, արտասահմանցիների հաշվին է մեծապես։ Լավ կլինի, որ զուգահեռները նաև կարողանան մերոնք աճել, հենց այդ արտասահմանցիների հետ խաղալով, որ ունենանք նաև ուժեղ հավաքական։ Չմոռանանք ինչի համար է խաղացել։ Իմ կարծիքով շատ չերկարացնելով Արգենտինա, Մեսսի գործոննա կրկնակի չեմպիոն, երկուսը անընդմեջ, իմ կարծիքով դա տեղի կունենա։ Ես հույսս չեմ կորցնում, որ Արաբը կասի Իսպանիան գոնե, բայց լսեք պարոն Չախոյանին, այս կողմից ես զգում եմ Արգենտինային նորից ասելու։ Ես ասեմ այնպես մի բան, որ սխալվում ավելի ուրախանամ։ Բայց հասկացանք, չէ՞ որ Ռոբերտը Իսպանիայի երկրպագու։ Բոլորս հասկացանք։ Միակայնն է այստեղ։ Ես կարծում եմ, որ Իսպանիայի հավաքականը կգտնեն հակախաղը, որը կիրառած Ֆրանսիայի դեմ մենք հաղորդումից առաջ որ զրուցում ենք, դեմ ասում այդ մարդու ազգանուն ես թվում է թե ինչ որ մի լավ բան է նշանակում, տոն ինչ որ, չգիտեմ, Սուրբ Սարգսի տոնը։ Անկախության տոն։ Լավ հնչողություն ունեցող ազգանուն, չգիտեմ, ինձ թվում է Իսպանիայի հավաքականը պետք է հաղթի, բայց կրկնում եմ, թող ես սխալվեմ, չեմ տխրի։ Շատ լավ մայն է։ Ես մի երկու խոսք հայկական ֆուտբոլի հետ կապված, երբ առաջնությունը որոշվեց, որ 48 թիմեր պիտի մասնակցեն, այ մի այսքան հույս ունեի, որ միգուցե մեր հավաքականն էլ հաջողացնի եւ այդ 48-ի մեջ մենք 56-ին ենք 27 թվականի ապրիլին կանալու են FIFA-ի նախագահի ընտրությունները։ Ես արդեն գիտեմ, թե ինչ է առաջարկելու Ինֆանտինոն 64 թիմ։ Չէ, չեն ընդունում, դա հաստատ չի անցնի, որովհետև Իստում է մեր շանսը ամեն անգամ ասում ենք այ հիմա կմոտ Առաջնությունը 3.5 ամիս տեղ է։ համար Գոլի առաջարկ արել է, բայց բոլորը մասնագետները քննադատում Սա սպասում են Իտալիան մտնի, բայց Հայաստանն է մտնում, Իտալիան էլի չի մտնում։ Անընդունելի առաջարկ է։ Նույնիսկ այս 48-ի դեպքում, եթե հիշում եք, UEFA-ի նախագահը ասաց, որ շատ վատ անհետաքրքիր խաղեր են լինելու, թեև փոքր թիմերը ըմբոստացան, բողոքեցին, հայտարարություն եղավ եւ այլն եւ այլն։ Բայց ես հույս ունեի, որ մերոնք կանցնեն։ Ցավոք չեղավ, հուսանք մյուս 48-ի մեջ կհայտնվեն։ Այս դեպքում Եվ հուսանք մեր խաղադրույքը 200 թիմերի մասնակցությունը չի։ Չէ, 48-ը թող մնա, գոնե 48-ը։ Արգենտինայի դեպքում ես շատ վատ փորձ ունեմ 2014-ին նման մի հարցազրույցից հետո ասացի Արգենտինա եւ միայն Արգենտինա ու տեսան Գերմանիայի հետ ինչ ստացվեց, բայց միևնույն է Արգենտինա եւ այսպես Արգենտինա եմ կարծում։ Արամ Ես ինձանից ավելացնեմ, որ Հայաստանի հավաքականը մոտ էր ազգերի լիգայով բավականին մոտ էր գոնե այդ անցումային խաղերում լինելուն, երբ Պետրակովն էր գլխավորում հավաքականը, մենք շատ լավ սկսեցինք այստեղ։ Դրական բուրում։ Երեք խաղ Էստոնիայում կարծում եմ։ Լատվիային հաղթեցինք, հետո Սկոպիեում այդ խաղը, որտեղ 10 հոգով էր Մակեդոնիան, բայց պարտվեցինք ու այդպես չնայած այդտեղից հետո էլ դեռ պետք է երկու խաղ հաղթեինք, որ աշխարհի առաջնում հայտնվեինք, բարդելի Ինչ է ապարոսի ժամանակ էլի վատ Երեք միշտ մոտ ենք, բայց դեռ չի դե մեր ֆուտբոլին նախ մենք շատ ենք խոսում ֆուտբոլիստների մասին, այսինքն ինչպես լավ ֆուտբոլիստներ աճեցնել, հա, ստեղծել, բայց շատ կարևոր է նաև մարզիչներ ունենալը մանկապատանեկան ֆուտբոլում, այո, գուցե ավելի կարևոր է, որովհետև Հայաստանում տարբեր մարզաձևերում լինում են տաղանդավոր մարդիկ, ում հետ ճիշտ աշխատանք տանելու դեպքում նրանք այսպես
ավելի բարձր կետերի կհասնեն, գործընկերներս ասացին ինչա պետք անել ֆուտբոլիստների մասով, դրա համար մարզիչներին նաև անդրադարձել։ Բայց այսքան փող կա, այսքան ներդրում է արվում, ինչու տեսանելի չեն հարցում։ Դե դա երեւի արդեն որովհետեւ ավելի շատ հիմքը դրվում է այս պայի արդյունքի վրա, ոչ բոլոր տեղերում, հենց հիմա Հայաստանում ինչի են լիքը ակումբներ բացվում են, մի քիչ խաղում են, փակվում են։ Իմանում ես որ Արագ արդյունք են սպասում։ որովհետեւ ուզում են որ շատ արագ ինչը ֆուտբոլում երբեմն հնարավոր չէ։ Հնարավոր է, բայց կարճաժամկետ ամբողջ օրը այստեղ անցկացնել։ Չէ, մենք ավարտում ենք հիմա Եզրափակիչի մասին ես կարծում եմ հիմնական ժամանակում չենք իմանա ով է հաղթողը, կզգվի խաղը։ Ես կուզեմ թող 11 մետրից հաղորդաշար հասնի։ Միայն ոչ դա։ Եվ ով հաղթի։ Թող Արգենտինան։ Լավ, արավ տեղ ունի։ Շնորհակալություն Սիրելի գործընկերներ, ֆանտաստիկի գալու համար մենք քննարկում ենք, կանխատեսում ենք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի հնարավոր ելքերը այստեղ հայկական ֆուտբոլի փոքրիկ երանգներով։ Այո, շեշտադրումներով եւ երազանքով, որ հայկական ֆուտբոլը ինչ որ մի օր կհիշեցնի իր մասին, քննարկմանը մասնակցում են Բորիս Նավասարդյանը, Դավիթ Ալավերդյանը, Սամվել Սուքիասյանը, Խաչիկ Չախոյանը, Մարինե Կարապետյանը եւ Արամ Սահակյանը, Կիրակի օրը ժամը 23:00-ին հավաքվում։ Որտեղ եք։ Սիրով։ Շնորհակալություն այստեղ գալու համար, շնորհակալություն նաև ձեզ հետևելու համար, հաջողություն։